Հայաստանին ապրիլին թիկունքից կհարվածեն, մարդիկ պետք է պատրաստ լինեն, հայտնի հնդիկ տղայի նոր մարգարեությունը։ Այսօր մենք կցանկանայինք անդրադառնալ հայտնի հնդիկ երիտասարդ Աբհիգյա Անանդի մարգարեությանը։ Անանդը նոր աստղագիտական կանխատեսում է արել ապագայի համար, ինչ է լինելու 2026 թվականին ըստ հնդիկ մարգարեի կանխատեսումների, ինչ է սպասվում աշխարհին եւ Հայաստանին։ Աստղագուշակը կանխատեսել է, որ արեգակնային համակարգի մոլորակները դասավորվում են այնպես, որ երկիրը պետք է սպասի հետագա խնդիրների։ Նրա խոսքով, այս իրավիճակը կարող է ազդել ողջ մարդկային քաղաքակրթության զարգացման հաջորդ 20 տարիների վրա։ Իր նոր տեսանյութերում Աբհիգյան հայտարարում է, որ շուտով կսկսվի համաճարակ, որի դեմ պատվաստանյութ չի լինի։ Մարդկությունը պետք է ընդունի տիեզերքի տեսլականը։ Երիտասարդ մարգարե Աբհիգյա Անանդը զգուշացնում է, որ մինչև ձմեռ մարդկությունը կրկին կբախվի կորոնավիրուսի ակտիվության աճի։ Իհարկե, Անանդի կանխատեսումները պարզապես նրա կանխատեսման պարգևի արդյունք չեն, դրանք հիմնված են նրա աստղագուշակության գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների վրա։ Այնուամենայնիվ, Հայաստանը կտուժի շատ խնդիրներից։ Թշնամիները միայն կուժեղանան, եւ արևելքից եկող մեծ տերությունը կդավաճանի Հայաստանին։ Թշնամիները չեն վախանա ցրտից, նրանք կհաղթահարեն այն, եւ Հայաստանը կբախվի նոր հարվածի։ 3 օրվա ընթացքում Հայաստանը կբախվի մեծ հարվածի, մարդիկ պետք է պատրաստ լինեն։ Երիտասարդ աստղագուշակի խոսքով ամեն ինչ շատ դժվար կլինի։ Անանդը կոչ արեց մարդկանց պատրաստվել հզոր աշխարհաքաղաքական ցնցումների, որոնք կարող են փոխել գոյություն ունեցող աշխարհն ու կարգը։ Հատկապես կսրվի Հայաստանի իրավիճակը։ Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ հայտնի պայծառատես Վանգան նմանատիպ կանխատեսում է արել Հայաստանի համար 2026 թվականին։ Պայծառատեսը իբր կանխատեսել է, որ 2026 թվականը շրջադառնային կլինի երկրի համար։ Ինչ վերաբերում է Անանդի աստղագուշակական կանխատեսմանը, նա ասում է, որ հնարավոր չէ փոխել առաջիկա իրադարձությունները, բայց կարելի է փոխել դրանց նկատմամբ վերաբերմունքը։ Մենք լիովին համաձայն ենք նրա հետ այս հարցում։ Մեր վերաբերմունքը իրադարձությունների նկատմամբ եւ մեզանից յուրաքանչյուրի գործողությունները, անկախ հասարակության մեջ մեր դիրքից, որոշում են, թե ինչ է կատարվում ներկայում եւ ինչ է լինելու ապագայում։ Հնդկաստանից եկավ երիտասարդ աստղագուշակը, կարծում է, որ մարդը պետք է մտավորապես պատրաստ լինի փոփոխությունների եւ հավատա լավագույնին, մինչդեռ նյութական բարիքների հետևից ընկնելը, որոնք կարող են կորչել միակ ընթարքում, հերչանկություն չի բերի։ Փոխարենը Անանդը խորհուրդ է տալիս ինքնակատարելագործում, ինքնազարգացում եւ հոգեվոր աճը, բնության հետ հաղորդակցությունը եւ ընտանիքի եւ ընկերների մասին հոգ տանելը։ Երիտասարդ գուշակը զգուշացնում է, որ մարդկանց կենսակերպը շուտով արմատական փոփոխության կենթարկվի։ Հետևաբար, լավագույնն է զերծ մնալ ավելորդ ծախսերից, քանի որ հին արժեքները շուտով կկորչեն իրենց արժեքը, եւ բոլորը պետք է մտածեն այս մասին։ Այնուամենայնիվ, նրա խոսքով ջերհոսի դարաշրջանի գալիք շրջանը ընդհանուր առմամբ կնպաստի համաշխարհային հավասարությանը եւ տնտեսական վիճակի բարելավմանը։ Մենք հույս ունենք, որ գլոբալ բարելավման կանխատեսումը ի վերջո կիրականանա։ Երկարատև տառապանքների ենթարկված մոլորակը վերջապես կկարողանա թեթևացած շունչ քաշել խելագար ոսկի հավաքների անուսափելի ախորժակի եւ անմեղ մարդկանց արյունարբու կլանման հետևանքներից։ Օրվա աստղագուշակ։ Խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի եւ ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ։ Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությունը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական եւ պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար են նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։
Միշտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին, այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն, այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապչեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ, բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին պատվախնդից պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով, այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապչեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան, ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս, այսօր ձեզ պետք է գան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ արյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք, օրը հատկապես հաջող կզարգանա այն արյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք, օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Կույս ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ, այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարդավացք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով, այսօր անverջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առած գրոշի։ Աղեղնավոր, այսօր ով ասես փորձում է խառնել ձեզ գործերին, ձեզ անverջ խորհուրդներ են տալիս եւ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, եւ թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջյուր, մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք, ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաթայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անverջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս, այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է իրականացնելը։ Չարժե աշխատավարուն քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը, ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարդաք միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտորելու նյութ տալ։ Ձկներ, պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գրծնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով, ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։